Լավ, այսօր ուզում եմ նայել առաջիկա երկու շաբաթվա համար, վերջապես մտել ենք ապրիլ, տեսնենք ապրիլի առաջին երկու շաբաթվա ընթացքում մեզ բոլորից ինչ է սպասվում։ Եթե միշտ պետք է լավատես լինել, սպասել, որ ինչ-որ մի բան ավելի լավ կլինի, քան մինչև հիմա էր, ամենայն դեպս ես լավատես եմ։ Մանավանդ, որ մեզնից ոչինչ կախված չէ։ Այսպես, ուրեմն ընտրեմ այստեղ մի կարդ ընդհանուր առմամբ ապրիլ ամսվա առաջ երկու շաբաթ ինչ է լինելու, սա անձնական հարաբերությունների համար, սա ընտրենք աշխատանքի համար, մի կարդ էլ ֆինանսների համար։ Եվ ավելացնենք օգնական կարտերն էլ։ Չեք եք ես կարտերով, չեք եք ես սրանցով ավելացնեմ։ Երեկվանը շատ հետաքրքիր էր երեկվա վիդեոն։ Ես երկու անգամ գցեցի, որում ուղղակի ուզում եի առիթ օգտագործել, նստած եմ, տանը մենակ էի, երկու վիդեո կնկարեմ, երկու տարբեր օր գցեմ YouTube։ Այն էլ երկուսն նույն պատմությունն էին։ Շարունակություն էր, կարծես մեկը մյուսի լրիվ տարբեր կարտերով, լավ խառնեցի վիդեո կամերայի առաջ։ Նույն պատմությունը կրկնվեց, կարծես հաստատեց ինչ որ ասել էի առաջին վիդեոյի։ Դրա համար էլ երկուսն էլ միասին տեղադրեցի, որովհետև փաստորեն նույն բանն էր ասում, որպեսզի ուրիշ օրերում կրկնություն չլինի։ Այսպես, ինչ է մեզ սպասվում առհասարակ ապրիլի առաջի երկու շաբաթվա ընթացքում, անձնական հարցերը, աշխատանքի հետ կապված եւ ֆինանսների։ Okay, հետաքրքիր է։ Շատ լավ, տեսնենք ինչ է սպասվում։ Այս վերջերս շատ է դուրս գալիս, ես շատ եմ ուրախանում, բայց ախր մի քիչ հավատս չի գալիս, այս աշխարհագրական էս իրավիճակում, այս քաոսի մեջ, ոնց կարող է այդպես լինել։ Լավ, ասեմ ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ խաչմերուկ։ Այսինքն պիտի երևի ընտրության առաջ կանգնած լինենք, որովհետև ընկած է Պենտակլի տուզը, սա ավելի ֆինանսների հետ է կապված, ընդ որում մեծ խոշոր գումարների։ Այսինքն ըստ երևույթին ֆինանսական շատ լուրջ հարցեր են բարձրացվելու, շատ լուրջ առանց այն էլ տեսնում ենք գներ ամեն ինչ բարձրանում են, պատերազմ, խառը իրավիճակներ ամբողջ աշխարհի վրա է ազդում։ Ըստ երևույթին շարունակվելու են, եւ այդ խաչմերուկում ես չեմ կարող ասել սա գալիս է թե գնում է, բայց երևի թե ոչ գալիս է, ոչ էլ գնում է մեծ գումարը, պարզապես մենք կանգնելու ենք շատ մեծ ընտրության ճանապարհի առաջ։ Երևի թե ճիշտ կլինի մեծ գումարներ չծախսել, որովհետև շատ անորոշ անկանխատեսելի վիճակ է աշխարհում։ Ազդում է բոլորիս վրա։ Այո, եւ շատ մեծ գումարների մասին է խոսքը։ Ըստ երևույթին խառը ժամանակներում առհասարակ այդպես է լինում։ Որոշ մարդիկ օգտվում են առիթից, չեմ կարողացել բացասական իմաստով միայն մեծ գումարներ են աշխատում, բայց նաև շատ մարդիկ կարող են մեծ գումարներ կորցնել։ Այնպես որ այս խաչմերուկում մենք տեսնենք այս մյուս պատմություններում թե ավելի շատ սա ինչին է վերաբերվում, բայց այստեղ այո մեծ գումարների մասին է եւ ուղին էլ պետք է ընտրել, ինչ որ ուղի պետք է ընտրել գումարի հետ կապված, ծախսել, չծախսել, գործ անել, չանել, չգիտեմ, մասնակցել, չմասնակցել, ինչ որ առաջարկվող գործարքի, որովհետև ինչքան շատ կարող եք շահել, այնքան էլ կարող եք կորցնել։ Ավելի մանրամասն երևի կտեսնենք մյուսերը։ Անձնական կյանքում, այս ինչ հետաքրքիր բան էր։ Անձնական կյանքում ընկած է արև եւ բաժակների 4-ը։ Արևը շատ լավ կարտ է, շատ ամենահաջողակ կարտերից մեկն է։ Բայց նաև կարող է նշանակել թեժ, նաև կարող է նշանակել, չգիտեմ, կրքոտ, ագրեսիվ, կարող է
Ես այստեղ քանի որ բացասական ոչինչ չեմ տեսնում, դրա համար էլ չեմ կարող ասել սա վատ իմաստով է, չափից ավել, չէ, ինչպես են ասում, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, այսինքն արևի հետ էլ պետք է զգույշ լինել, էլի։ Այնպես չի, որ արևը միշտ կարող է շատ լավ լինել, բայց տվյալ դեպքում բացասական ոչինչ չեմ տեսնում, անձնական հարաբերություններում ինչ որ մի նոր տարբերակ է ձեզ առաջարկում, դուք չեք համաձայնում, դա ձեզ չի համապատասխանում։ Ես չեմ կարող ասել տարբերակ ինչի մասին է խոսքը։ Ինչ որ էլի ընտրության առաջ եք կանգնած անձնական հարաբերություններում։ Տեսեք, սա ամեն ինչ կարող է լինել։ Ուզում եք ամուսնանալ, ուզում եք բաժանվել, ուզում եք նշանվել, չնշանվել, ժամադրվել, չժամադրվել, ձեզ կողքից խորհուրդ են տալիս, ձեզ կողքից առաջարկում են, ծանոթացնում են ինչ որ մարդկանց հետ։ Կամ չգիտեմ, անձնական հարաբերությունը միայն սիրային չէ, որ կարող է լինել, չէ, մարդկային հարաբերություններ, ընկերների հետ մերվեք, չմերվեք, ներեք, չներեք, ընկերանաք, չընկերանաք։ Կարող եմ ասել, որ շատ հեշտ չի լինելու որոշում կայացնելը, բայց ինչ որոշում էլ որ կայացնեք, ճիշտ է լինելու, արդարացվելու է, որովհետև արև է ընկել, այս դեպքում ես արևը տեսնում եմ դրական։ Դուք ընտրության առաջ եք կանգնած, այո, ձեզ պիտի առաջարկվի ընտրություն, բայց ինչ էլ որ ընտրեք, լավ մտածեք եւ կընտրեք եւ լավ կլինի, ամեն դեպքում վերջում ձեզ համար լավ կլինի։ Սրանք աշխատանքի հետ կապված է, աշխատանքի մասին մեզ պիտի բացատրություն տան, բավականին խոսակցություններ են լինելու, աշխուժ է լինելու աշխատանքի հետ կապված, եթե աշխատանք եք փնտրում, ուրեմն հարցազրույցների գնալ, մասնակցել, ակտիվ եղեք, անպայման հաղորդակցվեք ճիշտ մարդկանց հետ, վերջնական արդյունքը չեմ կարող ասել, հաջորդն էլ ընկել է ճգնավորն իրականում տեսնում եք, լույս է փնտրում, ճանապարհ է փնտրում, նախ մենակ եք գնում ճանապարհին, չեմ կարծում ինչ որ մեկը ձեզ այս հարցում կարողանալու է օգնել, եթե ունեք խնդիրներ, արդեն աշխատանքում եք ունեք խնդիրներ, դուք մենակ պիտի գնաք այդ ճանապարհը, բայց կարող եք շփվել, հաղորդակցվել, չգիտեմ, խորհրդակցության կարգով, բայց օգնություն չեք ստանալու, դուք պետք է այս ճանապարհը միայնակ անցնեք, իսկ եթե աշխատանք եք փնտրում նորից, էլի ձեզ առանձնապես օգնություն չտես, մարդիկ կան խոսել, խորհուրդներ տալ, դե խորհուրդ տալը միշտ էլ հեշտ է, բայց իրականում դուք ինքներդ պիտի գնաք այդ ճանապարհը եւ եթե գտնեք, ինքներդ կգտնեք, բայց որ ճգնավոր է եկել, ես մտածում եմ միգուցե երևի թե ամենապես առաջին 2 շաբաթվա մասին էր խոսքը, ամբողջ ապրիլի մասին չեմ խոսում այսօր, հնարավոր է որ դեռ փնտրտուքները կշարունակվեն, միգուցե եւ առայժմ չգտնեք աշխատանք։ Ֆինանսների հետ կապված տեսնում եմ նամակ, ասինքն ինչ որ լուր կլսեք, ինչ որ ինֆորմացիա ձեզ կհաղորդեն, պարտադիր չի միջազգային նորություն լինի լավ կամ վատ, որտեղ Ղարի 7 եմ տեսնում, դեռ Ղարի 7-ը այդքան է լավ նորություն չէ, բայց հաջորդ քարը տեսնում եմ 10 բաժակների, սա ուրախություն է, զվարճանք է, այսինքն իսկ ուրախանում ես, երբ գործերդ լավ են։ Այսինքն, չգիտեմ, միջոցառումներ կան, ծնունդ գնում, հարսանիք գնում եք, ուրախանում եք, շփվում եք, եթե դուք լավ եք, տրամադրությունը լավ է, կարող եմ ասել, որ այս նորությունը լավն է, լինի, վատն է լինի, ձեր տրամադրության վրա առանձնապես չի ազդում։ Երևի թե դուք սպասում եք ինֆորմացիայի։ Դուք ավելի անհանգիստ եք, որովհետև ուշանում է ինֆորմացիա, միգուցե դրա հետ է եղարը 7-ը կապված, ոչ թե իրականում վատ նորություն է, որտեղ ես եմ ասում, վատ բան չեմ տեսնում, հակառակը։ Կարող եմ ասել, որ ինչ որ նշում եք, ինչ որ առիթ է, միգուցե ինֆորմացիան ստանում եք, լավն է, նշում եք ծիածանը, բաժակները, աղջիկները զրուցում են իրար հետ ջերմ, սա, այո, հիշեցնում է իրենց հարազատ մարդկանց հետ եք ամեն դեպքում նշում, իսկ էլ եմ ասում, մարդիկ որպես կանոն շփվում են, նշում են մաղարի, չա, ուրախությունները, երբ լավ տրամադրություն ունեն եւ վերջապես երբ գումար ունեն։ Այստեղ իրականում կարտերի ստվերում բացվեց կորուստ, ինչպես ասեցի, այստեղ արդեն երևի դրա հետ է կապված, հիշում եք, ասեցի զրույցներ կարող են լինել, խորհուրդներ տալ, ճանապարհը մենակ պիտի անցնեք, բայց ինչքան հասկանում եմ, եթե փնտրում եք աշխատանք ունեցողների մասին չի այդքան այստեղ, երևի թե այլ ավելի շուտ նրանք, ովքեր փնտրում են աշխատանք։ Ասեցի, որ թերևս այլևս դեռ չեք գտնում աշխատանք, որովհետև դեռ փնտրտուքի մեջ եք, եւ այստեղ էլ կար կորուստ, այո, այդպես էլ կա, կամ ինչ-որ մարդիկ պարտադիր չի կորուստ ձեզ հանում են աշխատանքից, չէ, կարող է դուք ինքներդ եք հեռանում, այդ աշխատանքը արդեն ձեզ չի բավարարում, դուք փորձում եք նոր կապեր հաստատել, նոր մարդկանց հետ զրուցել, նոր հնարավորություններ եք փնտրում,
ինքներդ գնաք ճանապարհը եւ այո, դուք փորձում եք հեռանալ ձեր այսօրվա աշխատանքից, որը ձեզ ըստ էության չի բավարարում եւ գնալ գտնել նորը։ Եվ աշխատանքի կորուստը կարող է նշանակել, որ դուք որոշել եք աշխատանքից հեռանալ։ Իսկ եթե փնտրում եք, ամենայն հավանականությամբ առայժմ առաջիկա 2 շաբաթվա մեջ համենայնդեպս չեք գտնի այն աշխատանքը, որ փնտրում եք։ Բանալին դե ձեր ձեռքում է։ Կարող են լինել ձեզ հավատարիմ նվիրված մարդիկ, այո, մարդիկ սիրելի մարդիկ, որոնք ձեզ կարող են օգնել, բայց ճանապարհը միևնույն է պետք է միասին անցնեք։ Ով փնտրում է, նա գտնում է, ասում են, չէ՞։ Մյուս կողմից, մյուս կարտերի ստվերում տեսնում եմ թագուհին, որի ձեռքում գումար կա։ Տեսեք, այստեղ էլ հենց սկզբում, որ ընկավ գումարը, եղնիկը տուզն է սա պենտակլի, իսկ սա թագուհին է։ Այս թագուհին շատ պրակտիկ, որը իր խելքով, իր ինտելեկտով, իր աշխատանքով, շատ պրակտիկ մտածելակերպով, առանց երազելու, ամպերի մեջ կորելու, չէ, շատ ինքը պրակտիկ ծրագրեր ունի, ծրագրեր ունեցել է, աշխատել է եւ հասել է կյանքում ամեն ինչի, շատ այսպես բավարարված, ինքնաբավ աշխատում է, կարիերա ունի եւ որպես կանոն թագուհին երբ հասնում է, այսպիսի մեծ հաջողությունների, ունենում է լավ ընտանիք եւ ոչ միայն ինքը, այլև շատերն են, ովքեր իր կյանքում կան, օգտվում են իր աշխատանքի արդյունքներից։ Եթե կարողանամ սա կապել մեր եղնիկի հետ, ուրեմն ամեն դեպքում ինչ որ մարդիկ կլինեն, որոնք կարողանան գումար վաստակել։ Ամեն դեպքում սա գումար վաստակելու մասին է եւ ոչ թե կորցնելու։ Այո, տեսեք, մի քիչ երևի մեր թագուհին ժլատ է, որովհետեւ շատ դժվարությամբ աշխատել է, շատ երկար է սպասել իր հաջորդ բոլոր կարտերը տեսնում եմ գումարի հետ են կապված։ Ուրեմն թերևս գումարը կգա եւ շատ երկար է սպասել մեր թագուհին, շատ դժվարությամբ է աշխատել, կարողացել է ձեռք բերել եւ մեկ միգուցե մի քիչ ժլատություն է անում, շատ չի կիսվում շատերի հետ, բայց երևի թե այսօրվա դրությամբ ճիշտ էլ անում է, որովհետեւ սա ամփոփեց այն, ինչ որ ես սկզբում ասեցի, որ գումարը գալիս է, բայց միևնույն ժամանակ պետք է շատ զգուշ լինել, որովհետեւ մենք մի տեսակ այդտեղ ընտրության ճանապարհի մեջտեղում ենք, այսինքն երկու կողմել մեզ կարող է իրադարձությունները տանել, այսինքն շատ մեծ գումարներ դեռ պետք չէ ծախսել։ Եթե հիշում եք, ես հենց սկզբից էլ ասեցի։ Ես բավականին հետաքրքիր տեսա, եկեք այս մյուս կարտերով էլ տեսնեմ ընդհանուր ինչ խորհուրդ կարող են կարտերը տալ առաջիկա 2 շաբաթվա համար, եթե ինչ որ լրացուցիչ մի բան կարելի է իմանալ։ Լավ, առայժմ ոչ մի վատ բան չտեսա, Աստծո սիրուն, ոչ մի չլինում, ոչ մի վատ բան։ Լսի, շատ առանձնապես իրադարձություններ չեմ էլ տեսնում 2 շաբաթվա մեջ, բայց բավականին ֆինանսական հարցեր ոնց որ հասկանում եմ կային, երևի թե բոլորը կենտրոնանալու են ավելի շատ ֆինանսների վրա եւ աշխատանքի փնտրտուքով։ Օքլովերն ընկավ։ Շատ պիտի որ հաջողակ լինի, ամենապես առաջին 2 շաբաթը ապրիլի ես կարծում եմ, որ հաջող կլինի, որովհետեւ շատ լավ կարտ է ընկել եւ սա այս ուրեմն ամենալավ կարտն է այս խմբում, այս լինարման կարտերի մեջ։ Դրա համար չեմ ուզում ուրիշ կարտ անել, հանկարծ չմխտրի, չփչացնի, եկեք ես լավ նոտայի վրա էլ վերջացնեմ։ Առաջիկա 2 շաբաթը բավականին հաջողակ են լինելու, բավականին հաջողակ, ինչն էլ ես սրտանց կամենում եմ մեր բոլորիս։